Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, այսօր մենք խոսելու ենք կրթական ոլորտում մեր կատարած բարեփոխումներից եւ անդրադառնալու ենք մասնավորապես ռազմական ակադեմիայում կատարված փոփոխություններին։ Գիտեք, որ ռազմական ակադեմիան նախկինում կոչվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ եւ դրան զուգահեռ մենք ունեինք նաեւ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը, այսօր մենք դրանք միավորել ենք մեկ հարկի ներքո եւ այլևս նրանք գտնվում են ակադեմիայի կազմում եւ վերամիավորումից հետո մենք մի շարք փոփոխություններ ենք իրականացնել, որի մասին ուզում եմ խոսել։ Մասնավորապես փոխել ենք սոցիալական խթանները, որը շատ կարևոր հանգամանք ենք համարում մասնագիտություն ընտրելիս։ Ես կառաջարկեմ քայլենք եւ խոսենք եւ այս կարևոր ուղղություններից մեկը, որը մեծապես նպաստում է կուրսանտներին որոշում ընդունելիս, պատանիներին որոշում ընդունելիս, համարում եմ այն, որ մենք պիտի ցույց տանք, որ ռազմական ոլորտը, զինվորականի մասնագիտությունը, դա մասնագիտություն է, որը կարող է ապահովել առաջին հերթին սոցիալական բարձր կարգավիճակ հասարակության մեջ, եւ այստեղ շատ էական էր այնպիսի սոցիալական կարևոր հարցի լուծում, ինչպիսին բնակապահովումն է, եւ այսօր մենք կարող ենք ասել, որ մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում արդեն 2026 թվականին ավարտող մեր տղաները կստանան բնակարան, դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն դրամ, հիպոթեկայի վարկավորմամբ կարող է գնվել կուրսանտի կողմից, որի բոլոր վճարները, այսինքն վարկային բոլոր խնդիրները կկատարի պետությունը։ Սա ենթադրում է, որ նրանք ունենալու են 20 տարվա պայմանագրային պարտավորություն եւ ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս կարևոր խթանը վերաբերում է կուրսանտների կրթաթոշակներին, մասնավորապես այսօր առաջին կուրսում կուրսանտը գերազանց առաջադիմության պարագայում կարող է ստանալ մինչև 75000 դրամ վճար կրթաթոշակ, համապատասխանաբար երկրորդ կուրսում կարող է ստանալ 100,000, երրորդ կուրսում 125, չորրորդ կուրսում 150 եւ հինգերորդ կուրսում 175,000 դրամ կրթաթոշակ, որը կարծում եմ բավականին լուրջ եւ էական աջակցություն է սովորողի համար։ Բացի այդ, փոխվել են կրթական ծրագրերը։ Մեզ մոտ կուրսանտը կարող է սովորել մի շարք լեզուներ, մասնավորապես կրթական ծրագրում կան ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ, ինչպես նաև համալսարանի ակադեմիայի հարկի տակ պաշտպանության նախարարության տարբեր սպաներ կարող են սովորել նաև իտալերեն, պարսկերեն եւ չիներեն։ Մենք ունենք դրանց համար հատուկ լաբորատորիաներ, սենյակներ հագեցված, որտեղ մեր սովորողները կարողանում են ծանոթանալ եւ սովորել եւ կարծում եմ լավ խթան են, որպեսզի մարդիկ որոշում ընդունելիս կողմնորոշվեն դեպի ռազմական ոլորտը եւ մասնագիտությունը։ Շատ կարեւոր եմ համարում կրթական հիմնական ծրագրերից զատ այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են կուրսանտների համար, մասնավորապես կուրսանտները կարող են օգտվել հետեւյալ խմբակներից՝ սուսերամարտ, ձիավարություն, լող, սամբոն, ձյուդոն եւ բոքսը։ Կարծում եմ սա կուրսանտի զարգացման համար շատ կարեւոր է եւ բնականաբար այն մեծապես նպաստելու է, որպեսզի մեր պատանիները որոշում ընդունեն եւ դառնան զինվորական։ Մեկ այլ փոփոխություն ունենք, որը նույնպես կարող է շահագրգռել մեր պատանիներին դառնալ զինվորական, այն է, որ կուրսանտները, ովքեր ավարտում են ռազմական ակադեմիան, այսուհետ կհամարվեն ատեստավորված եւ սա կնշանակի, որ նրանք կարող են գերազանց ատեստավորման պարագայում վաստակել 621,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Այսինքն, մինչև 750,000 դրամ աշխատավարձ, բնակարան եւ սոցիալական այնպիսի երաշխիքներ, ինչպիսին է օրինակ առողջապահության ապահովագրման համակարգը։ Կարծում եմ սրանք այն մինիմալ հնարավորություններն են, որ պետությունը ստեղծում է սպայի համար
Էլ չեմ խոսում նրա մասին, որ երիտասարդ սպաները կարող են վերապատրաստվել հետագայում եւ իրենց մասնագիտության մեջ հմտանալ աշխարհի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում եւ իրենց կարևոր տեղը զբաղեցնել զինված ուժերում Հայաստանի Հանրապետության բանակում։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է նշել, որ Վազգեն Սարգսյանի համար ռազմական ակադեմիան այժմ մաս է կազմում համաշխարհային ռազմական համալսարանների ասոցիացիայի, որը հնարավորություն է տալիս մեր սովորողներին հետագայում կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն ռազմական բուհերում։ Էական աշխատանք է կատարվել վերջին տարիներին նաև ակադեմիայի ենթակառուցվածքների բարեկարգման, կառուցման ասպարեզում եւ շատ մեծ ուշադրություն է դարձվել եւ լսարանային պայմաններին եւ կուրսանտների կեցության պայմաններին, մասնավորապես ամբողջությամբ վերանորոգվել են մասնաշենքեր, որտեղ նրանք կարող են անցկացնել իրենց առօրյան հանգիստը եւ իհարկե ուսումը։ Մեծ փոփոխություններ ունենք նաեւ ուսումնական ասպարեզում, մասնավորապես ուսումնական պլաններում կատարվել են էական փոփոխություններ, մեծ ուշադրություն է դարձվում ոչ միայն կրթական բովանդակությանը, այլև դրա պրակտիկ հատվածին եւ մեր կուրսանտները միայն լսարանային պայմաններում չեն սովորում, մենք ունենք տարվա ընթացքում տարբեր եղանակային պայմաններում ընդ որում դաշտային ուսուցման պայմաններ, այսինքն երբ որոշակի ժամանակահատված ընդհուպ 1 ամիս կարող են կուրսանտները դաշտային պայմաններում, այսինքն իրական ռազմական գործողությունների մոտեցված պայմաններում անցկացնել իրենց պրակտիկ ուսուցումը եւ սա կարևոր բաղադրիչներից մեկն է, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական համագործակցությունը, ես միջազգային համագործակցության մասին խոսեցի, հիմա անդրադառնամ նաեւ տեղում հայկական բուհերի հետ մեր համագործակցությանը, մենք հնարավորություն ունենք ուսանողների փոխանակության, ինչպես նաև տարբեր ծրագրերի ուսուցման համար, օրինակ սովորել զուգահեռ կամ դասընթացներ յուրացնել, դառնալ ունկնդիր, օրինակ Երևանի պետական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, սլավոնական համալսարանում, ֆրանսիական համալսարանում, սրանք այն բուհերն են, որոնց հետ մենք ունենք համագործակցություն եւ ինչպես նշեցի, լեզվի իմացությունը այն կարևոր ուղղություններից է, որը հնարավորություն է տալու մեր ապագա սպաներին հետագայում իրենց կրթությունը բարելավելու եւ նոր գիտելիքներ զինված ուժեր բերելու համար։